Ադրբեջանական բենզինը վաղվանից կվաճառվի Հայաստանի ՌԱՆ Օիլ բենզալցակայանների ցանցում։ Բենզինի պրեմիում տեսակի գինը սահմանվել է 440 դրամ, հայտնել է փաստաբան Ռաֆի Ասլանյանը, զգուշացնելով քաղաքացիներին, որ Ադրբեջանը սեփական արտադրության պրեմիում կարգի վառելիք չունի եւ այն ներկրում է Ռուսաստանից ու Ռումինիայից, ինչը հարցեր է առաջացնում առաջարկվող ապրանքի ծագման եւ որակի վերաբերյալ։ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում տեղի է ունենում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Հավաքին երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանր աշխատանքային գրաֆիկի պատճառաբանությամբ։ Մինչև նիստի մեկնարկը Պուտինը Էրմիտաժի գլխավոր տնօրեն Պյոտրովսկու հետ պաշտոնակիցներին ներկայացրել է թանգարանի հիմնական ցուցանմուշները։ Կլոր սեղանի շուրջ Դաշնության նախագահը բարձր է գնահատել ԱՊՀ անդամ երկրների միջև համագործակցության դինամիկան, նշել, որ 2025 թվականը հաջող տարի էր փոխգործակցության զարգացման տեսանկյունից։ 2025 թվականը ԱՊՀ տարածքում հայտարարված էր որպես նացիզմի դեմ պայքարում խաղաղության եւ միասնության տարի, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման համար, հիշեցրել է Պուտինը։ Իդեպ նրա խոսնակը ասել է, որ այս հավաքից հետո տեղի է ունենալու Պուտին-Փաշինյան բանակցություններ։ Էջմիածնի Մայր տաճարի դռների մոտ խուլիգանական պահվածքով աչքի ընկած տաճարի խոյակին մագլցած այս մարդը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է, հայտնել է ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը եւ հրապարակել է այս տեսանյութը։ Կադրերում երևում է նաեւ Տեր Վրթանես Բադալյանը, որը փորձում է հանգստացնել տղամարդուն։ Քահանան սրտի կատված էր ստացել Մայր տաճարի մուտքի մոտ։ Падգամավորը նաեւ հայտնել է, որ այդ դեպքի վերաբերյալ ոստիկանապետին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Իդեպ 24 News-ի սկանդալային տեղեկությունը դեռ չի մեկնաբանել Հայաստանի կառավարությունը։ Ըստ աղբյուրի դեկտեմբերի 28-ին այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անձամբ գնալ Մայրաթոր վեհափառին հեռացնելու պահանջով։ 24 News-ի տեղեկությունով Գարեգին II-ին հնարավոր է այս շաբաթվա ընթացքում կալանավորեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների եւ բարձրաստիճան դիվանագետների։ Associated Press-ի փոխանցմամբ նրանց մեծ մասը նշանակվել էր Ջո Բայդենի նախագահության ընթացքում։ Կադրային փոփոխությունները վերաբերում են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին։ Ամենաշատ դեսպանները հետ են կանչվում Աֆրիկայի եւ Ասիայի երկրներից։ Հետ կանչված դիվանագետները պետք է վերադառնան Վաշինգտոն։ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը մասնակցել են Թրամփի երթուղի նախաձեռնությանը նվիրված կլոր սեղանի քննարկմանը։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը։ Քննարկմանը մասնակցել են նաեւ Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի դեսպանները։ Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայաստանի դեսպանը ողջունել է մեջբերում ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական համագործակցությունը եւ նշել, որ նման գործնական համագործակցությունը կարեւոր է շոշափելի տնտեսական եւ սոցիալական արդյունքների հասնելու համար։ Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն իր հերթին հավելել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը պատմական համագործակցության հիմք է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ պատճառը աշխատանքային խիստ գրաֆիկն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք գագաթնաժողովին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 241 միավոր տեխնիկա։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հավատացրել է, որ պատրաստ են դիմավորելու առաջին ձյունը մայրաքաղաքում։ Ձնամաքրման նախապատրաստական աշխատանքները սկսվել են, հայտարարել է Արեյանը։ Նրա խոսքով պատրաստվում են խիստ հսկողություն սահմանել ոչ այնքան պարտաճանաչ ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, այն սառցակալում է եւ բարդացնում է քաղաքապետարանի աշխատակիցների գործը։ Խնդրանքս է ձեզ, պարոն քաղաքապետ, հանձնարարական վարչական շրջանների ղեկավարներին այս կանոնների կատարումը պահպանելու համար ծանոթեն բոլոր տնտեսվարողներին եւ սահմանեն խստագույն հսկողություն բոլոր տեսակի օբյեկտների նկատմամբ եւ երկրորդը խիստ հսկողություն սահմանեն հենց այսօրվանից, անկախ այն բանից ձանտեղումներ կան չկան, մինուս ջերմաշան է գրանցվում գիշերը, բոլոր ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է եւ ստիպված է ԵԱՍՄ հիմնարկը բարեկային ծառայության հետ իրականացնելու այդտեղ լրացուցիչ աշխատանքներ։
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է 2 նավ եւ 2 նավամատույց։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել տեղի գյուղերից մեկում։ Այն տարածվել է մոտ 1500 քառակուսի մետր տարածքի վրա։ Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել, ստացված վնասվածքների հետևանքով մահացել է գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ լեյտենանտ Վանիլ Սարվարովը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ Ըստ քննչական կոմիտեի նախնական վարկածների, սպանությունը կապված է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ Как прошли переговоры? Մայամիում ավարտվել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները։ Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կառուցողական է համարել Մայամիում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի եւ ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ բանակցությունները։ Նա մասնավորապես նշել է մեջբերում, պատերազմ հրահրողները չկարողացան խափանել Մայամիում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները։ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ընդգծել է, կարգավորման գործընթացը չպետք է սահմանափակվի միայն ռազմական գործողությունների դադարեցմամբ, այլ դառնա կայուն ապագայի հիմք։ Կողմերը պայմանավորվել են հաջորդ նիստը կայացնել դեկտեմբերի 22-ին։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյն Վեյնսը հայտարարել է, որ իրենց համար ավելի կարևոր են ամերիկացի թոշակառուները, քան Ուկրաինան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Ուկրաինայի հարցով Մայամիի խորհրդակցություններում առաջընթաց է տեսել։ Կիևում ընդունում են, որ Դոնեցկում կորցնում են տարածքների վերահսկողությունը, ասել է նա։ Վենսը հայտարարել է, որ կարգավորման ճանապարհին լուրջ խոչընդոտ է Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը։ Ուկրաինայի հարցով բանակցություններում քննարկվել է Զապորոժիեի ատոմակայանի համատեղ կառավարման խնդիրը, հայտարարել է փոխնախագահ Վենսը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Մագդեբուրգում դիմավորել են սուլոցներով։ Միջադեպը տեղի է ունեցել կանցլերի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման զոհերի հիշատակի արարողությանը ժամանելու պահին։ Ըստ գերմանական մամուլում շրջանառվող տեղեկությունների, պատճառը Մերցի դեռևս չիրականացված խոստումներն են։ Մեկ տարի առաջ Մագդեբուրգում 50-ամյա բժիշկը Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենայով մխրճվել էր ամբոխի մեջ, սպանելով 6 հոգու, այդ թվում 2 երեխայի։ Տեղի ունեցածից հետո Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ով այդ ժամանակ Բունդեսթագի ընտրությունների գլխավոր տեխնացուն էր, խոստացել էր փակել սահմանը եւ երկրից դուրս հանել ներգաղթյալներին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ազգությամբ արաբ բժիշկ ահաբեկիչը Գերմանիայում փախստականի կարգավիճակ ունի դեռ 2016 թվականից։ Մերցի խոստումները դեռևս կատարված չեն, ինչը Մագդեբուրգում բողոքի ալիք է բարձրացրել։ Թուրքիայում բյուջեի քննարկման նիստի ժամանակ падգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։ Բախումները սկսվել են Արդարության եւ զարգացման կուսակցության եւ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավորների միջև։ Լարվածությունը բարձրացել է Արդարություն եւ զարգացում կուսակցության բուրսայի падգամավոր Մուստաֆա Վարանկի ելույթի ժամանակ։ Падգամավորը խնդրել է իրեն խոսք տրամադրել, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության падգամավոր Իլհամի Օսջանայգյունը դիտողություն է արելու հրամայել նստել, ինչն էլ բռնցքամարտի պատճառ է դարձել։ Թուրքիայի Մերսին նահանգում 12-ամյա աշակերտը կրակել է իր դպրոցի տնօրենին։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։ Հարձակվող երեխան ձերբակալվել է։ Նրա դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Ճապոնիայում վերսկսում են աշխարհի ամենամեծ ատոմակայանի Կաշիվազակի Կարիվայի աշխատանքները։ Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց վստահության քվե է տրվել նահանգապետին, որը ղեկավարում է ատոմակայանի վերագործարկման ծրագիրը։ Քվեարկությունից առաջ նահանգապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է մոտ 300 մարդ։ Ատոմակայանի 7 ռեակտորներից առաջինի վերագործարկումը նախատեսվել է 2026 թվականի հունվարի 20-ին։ Ավստրալիայում ավելի քան 300,000 մարդ է միացել վարչապետ Ալբանեզեի հրաժարականի կոչով խնդրագրին, երկրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ֆոնին։ Դեկտեմբերի 14-ին հայր եւ որդի Սաջիդ եւ Նավիդ Ակրամները կրակել էին լողափում գտնվող մարդկանց վրա։ Կրակոցների հետևանքով զոհվել է 16 մարդ։